տեսել եք այս կադրերը, երբ քաղաքացուն հողանավանքից բերանը փակելով դուրս են բերում, ինչու եմ ցույց տալիս, որտեղ շատ քվեականներ միաբերան վստահեցնում են, որ այս կադրերը չեն տեսել։ Ձեզ ծանոթ է այս կադրերը եւ ինչպես է գնահատում։ Շատ լավ տեսել եմ, բայց անվտանգության գործառույթ ունեցող մարմինների աշխատանքը չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետեւ իրենց աշխատանքի ամբողջական ծավալին եւ գործառույթներին տեղյակ չեմ։ Ժողովրդավար երկրին որքանով է հարի, որ քաղաքացու բերանը փակեն եւ հիմա նորից ասեմ, պահպանություն իրականացնող ուժային կառույցների գործողություններին չեմ մեկնաբանում, դե կադրերը տեսել եմ, այո, եւ այդքանը։ Նախ լավ է, որ դուք տեսեք, որտեղ ձեր գործընկերները չէին տեսել, եւ պարոն Խուդատյան, անվտանգության գործառույթը Նիկոլ Փաշինյանի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե խոսացող մարդկանց բերանը փակելը, որտեղ այդ մարդը երբ որ խոսում է որևէ մեկին ֆիզիկական Պարոն Կիրակոսյան, հարցի մեկնաբանությունը կարծում եմ իմ տիրույթում չի, դրա համար դուք հնարավորություն ունեք հարց ուղղել այն կառույցին, ժողովրդավար իշխանության ներկայացուցիչ ժողովրդավարական իշխանության ներկայացուցիչը ձեզ ասում է, որ ինքը չի կարող մեկնաբանել պահպանություն իրականացնող կառույցի գործառույթները։ Դուք այնտեղ էիք, պարոն Խուդատյան։ Հովանավանքում չեմ եղել եմ Վաղարշապատում, մասնակցել եմ պարոն Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին։ Վարչական ռեսուրսի չարաշահման մեջ են մեղադրում։ Խնդրում եմ արգելի գործընկերներ հարցերը հերթով տալ, ես այստեղ եմ շտապելու բան չունեմ, պատրաստ եմ։ Ձեզ մեղադրում են վարչական ռեսուրս չարաշահելու մեջ, վաղօրոք քարոզարշավ սկսելու մեջ, նաև ընտրական հանձնաժողովների անդամների քարոզչության մեջ, այս ամեն ինչը անելով ինչ է իշխանությունը մտահոգություն ունի, Խնդրում եմ հերթով ասել ինչի մեջ են մեզ մեղադրում, ըստ կետերի ես փորձեմ բոլոր մեղադրանքներին անդրադառնալ։ Ինչ ասել է վաղ նախընտրական քարոզարշավ, մենք քարոզարշավը մեկնարկել ենք օրենքով սահմանված ժամկետում, օրենքով սահմանված կարգով եւ գործողություններից վաղը ոչինչ չենք արել, եթե մարդիկ նկատի ունեն բան Նորարարության միջոցառումը քարոզչական բնույթի միջոցառում չի եղել, միջոցառումը ավելին ամենամյա միջոցառում է եղել, ավելին իմ ունեցած ինֆորմացիայով ոչ միայն մեր քաղաքական ուժից են մասնակիցներ եղել այդ գյուղում, միջոցառման այլև այդ միջոցառման վայելում եղել են այլ քաղաքական ուժերից ներկայացուցիչներ, Բայրարը, որը միջոցառումը կազմակերպել է այդ միջոցառումը ավանդաբար, այնտեղ քաղաքական կոչեր, ընտրություններին մասնակցության հետ կապված ոչ մի հարց չի քննարկվել, ոչ մի հրապարակային այդպիսի բան չի եղել։ Եղել է համայնքային միջոցառում, որին մասնակցել է համայնքի ղեկավարը եւ Արմավիրի մարզպետը եւ ոչ միայն իրենք, այդ թվում նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ընտրական հանձնաժողովի, ես պատասխանեմ էլի, ընտրական հանձնաժողովի մասով պիտի ասեմ, որ խոսքը վերաբերում է Facebook-յան հրապարակումների կիսվելուն, ենթադրաբար հետքի հրապարակման մասով եք ասում, պիտի իմ տարակուսանքը հայտնեմ հետքի գործընկերներից, որովհետև այդ նույն բանը իրենք արձանագրել են նաև այլ քաղաքական ուժերի մոտ, բայց չգիտես ով է հաշվել ամենաշատը որտեղ է, եւ առնվազն արդար չի քարոզչական այս փուլում, ուրեմն այդ հոդվածը պարբերաբար հրապարակել եւ կիսվել Արգիշտի Մեխակյանի նկարով։ Ես առաջարկում եմ իրենք առնվազն նաև Արթուր Վանեցյանի տեխնացուի կողմից եւ ոչ միայն այդպիսի դեպք են արձանագրել եւ կարող են նաև Արթուր Վանեցյանի նկարով կիսվել եւ իմ տարակուսանքը այդ մասով այդպիսին է, որ կարծում եմ հետքը այս պահին ընտրություններում իրականացնում է պարոն Մեխակյանի հակաքարոզը, ինչի համար է իրականացնում դրա պատճառները ես ենթադրում եմ, բայց չեմ ուզի դրա մասով կիսվել։ Առնվազն կոչ եմ անում մեր գործընկերներին աշխատանքային դաշտում շարունակել են աշխատանքը, որը մենք բազմաթիվ անգամ գնահատել ենք, անձամբ ես ցանկացած մասով բաց եմ եղել հետքի գործընկերների հետ աշխատելու մասով եւ հիմա էլ պատրաստ եմ, հիմա էլ եմ բաց, ուղղակի այդ արձանագրումը մեզ մտահոգում է եւ ես կոչ եմ անում մեր գործընկերներին, որ քարոզչական այս ընթացքում զերծ մնան այդպիսի երկակի ստանդարտների կիրառումից։